Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, ինչպես տեսնում եք, ես հյուր ունեմ եւ միանգամից ներկայացնեմ հյուրին եւ անցնենք մեր գործին։ Իմ հյուրն է Երևան ռեստորանի ավագ խոհարար Արմեն Հարությունյանը եւ տեսնենք թե ինչ ենք պատրաստելու այսօր Արմենի հետ։ Ողջույն Արմեն։ Բարև ձեզ։ Ինչպես ես։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, որ չմերժեցիր իմ հրավերը։ Ինչ պիտի պատրաստենք եւ ինչից ենք պատրաստելու։ Այսօր մեր հեռուստադիտողների համար կպատրաստենք կարմրախայտ, որը այս բաղադրատոմսը ձեռք են բերել Եղեգնաձորից։ Շատ լավ։ Շատ մտերիմ բարեկամներից մեկն է պատրաստել։ Հիմա կփորձեմ նույն բանը պատրաստել հաճախորդների համար, մեր հեռուստադիտողների համար։ Ինչ մթերքներ ենք օգտագործելու։ Խնդրեմ ներկայացնեմ կարմրախայտ ձուկնա։ Նախնական զրույցում նշեցիր, թե որտեղի կարմրախայտն է։ Որոտան գետի պետք է։ Որոտան գետի կարմրախայտը բնականաբար Վայոց ձորի ուտեստ է։ Եվ այստեղ տեսնում եմ ես կապար, ուրց, կարմիր պղպեղ, աղացած, աղ, սև պղպեղ, կարտոֆիլ, էպած։ Խաշված կարտոֆիլ։ Այո։ Զետ եւ սպիտակ գինի։ Եվ սպիտակ գինի, եւ այն, ինչ մենք մեզ հետ միշտ կրում ենք, ամենակարևոր եւ հիմնական համեմունքը։ Դա մեր լավ տրամադրությունն է, սերը եւ հոգու ջերմությունը։ Համաձայն ես։ Իհարկե։ Ունենք այդ համեմունքը եւ ունենք բնականաբար պատրաստելի ուտեստը կլինի համեղ, գեղեցիկ, շատ բուրումնալի եւ բուրումնալից։ Իսկ կա մի աշխատանք, որ կվստահես ինձ։ Այո։ Սկսենք պղպեղից։ Ու շատիր նայում էի, ես մտածում էի սոխ է էլի տալու, բայց չկա, չէ՞։ Թե չէ հենց սոխ լիներ։ Պղպեղի պետք է 4 մասի բաժանենք, սերմերը երացնենք ու վերջ։ Սոխը լիներ, սոխ է դեմ տալու, այսպես ասենք։ Որտեղ ինձ բոլորը միայն սոխն են։ Չէ, ես կվստահեմ պղպեղը նայեմ։ 4 մասի։ Այո։ Արմեն ջան, իսկ ընդհանրապես խոհանոցի հետ կապված շատ ես այցելում կամ շատ ես ունկնդրում նորանոր բաղադրատոմսեր, հատկապես ավանդական, հետաքրքրվում ես դրանցով։ Այո։ Ես արդեն 20 տարի է խոհանոցային գործի մեջ եմ, ամենա 20 տարեկանից, որ ասեմ, որ ինչ որ չեմ հետաքրքրում, սուտ կլինի։ Ունեմ շատ ահավակ խոհարարներ, ընկերներ, ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։ Այո։ Դրա համար Եվ փոխանակվում ենք մենք բոլորս, չէ՞, բաղադրատոմսը։ Հատկապես դրսում պիտի ներկայացվի իսկական հայկականը, համաձայն ես ինձ։ Իհարկե։ Ցավոք սրտի մեր խոհանոցը շատ լավ չի ներկայացված եւ այստեղ մենք չենք ուզում այլ պատճառներ գտնել, պատճառները կամ դրա պատասխանատուն մենք ենք, չէ՞։ Իհարկե։ Մենք լավ չենք ներկայացնում եւ այստեղ այլ պատճառներ նույնիսկ փնտրել հարկավոր չէ։ Ոնց են ասում, մենք մեզ չգովանք, ուրիշները մեզ ոչ են գովալու։ Չէ, բայց շատ են գովացել Արմեն ջան։ Հիմա ժամանակն է արդեն աշխատել, ժամանակն է ցույց տալ, առարկայական արդեն վերածել այդ առարկայական այդպես նշանակության խոհանոց, որտեղ գովալով միայն կարծում եմ հասանք այնտեղ, որ հիմա ենք։ Կարտոֆիլը նախորդ խաշված, այսինքն այստեղ Կիսայեպ, չէ, կարտոֆիլը կիսայեպ վիճակ է, քանի որ ձուկեփելուց ավելի շուտ կփի, քան կարտոֆիլը։ Դրա համար հավասարացրել ես դու պղպեղին թողնում ենք հում վիճակում, քանի որ ամբողջությամբ եփած ինձ պետք չի բիբարը։ Ինքը պետք է թույլ խրխրթան։ Այո։ Այդտենց ավելի Սննդային արժեքները պահպանելու միտում ունես, ես տեսնում եմ։ Այո։ Ոնց որ ասում են իտալացիք ալդենտո։ Ալդենտո։ Այո։ Այդ իտալացիք հայերից են սովորել, Արմեն ջան։ Գիտեմ, միազգ։ Այո։ Իրեն սովորեցրինք, եկանք, բայց մեզ չենք կարողանում սովորեցնել բոլորիս, ցավոք սրտի, չէ՞։ Խոհանոցը հավաքվեց, մաղալի շուրջ ու սկսեցինք խորոված միայն։ Ձուկը գետի ձուկն է բնականաբար, բայց ինչ ենք արել մենք, մաքրել ենք խրիկներից։ Բաժանում կտրատում ենք երկու մասի, քանի որ գիտեք գետինը շատ մեծ չի լինում, որ շատ կտրոն է, երկու մասի, համ մատուցելու համար է հարմար, համ էլ շատ լավ, բավականին սիրուն տեսք ունի։ Վերցնում ենք մեր փայլաթիթեղը։ Եվ մի հարց էլ պիտի տամ, աշխատենք նաև եւ զրուցենք, այ կապարը մենք նորից պիտի փնտրենք Վայոց ձորում։ Չէ, դա բավականին մեծ քանակությամբ այնտեղ կա։
Հավաքում ենք։ Հա, հավաքում են, ընդ ցանկացած տնային տնտեսուհի իրանք օգտագործում են։ Մենք ասել եվրոպացիքս լիմոն, չգիտեմ, ուրիշ համեմունքներ, մենք ունենք մեր հայկականը կապարը, նույն թթվային համն է տալի, բավականին բուրումնավետ, այնց որ չեմ կարծում, որ կարելի է ավելորդ բաներ օգտագործել։ Մի ընկեք եվրոպացիների հետևից, մի ընկեք բարեկամներ, մենք ունենք ամեն ինչ։ Ամեն ինչ։ Դերեցինք կծուկը։ Կարտոֆիլները։ Իսկ այլ տարբերակ, ասենք լավաշով հնարավոր է սա։ Լավաշով, եթե գինի լցնենք մեջին, կարծիքով լավաշը կարող է պատահի մի քիչ լղկի։ Դրա համար ավելացնում ենք կապարը։ Եվ շարունակելով թեման կոնկրետ կապարի, կարծում եմ դա մենք խոհարաններս պիտի Քվանդենք, այո, ցույց տանք, որովհետև շատ մարդիկ կապար ուղակի խանութից գնում են, բայց չգիտեն, որ այս բույսը, այս մթերքը շատ տարածված է հայկական մեր Հայաստանի բնաշխարհում եւ շատ արկա է, սա կա, բայց չենք օգտագործում։ Մեզ ձեռ է տալիս խանութից գնել եւ գովաբանել այս կամ այն երկիր կամ այն ազգային խոհանոց։ Այդ երեգնաձորում տանտիրի հումոր իդ խնդրեցի լիմոնի համար, ասի լիմոն կարա, ունենք, որ կտրատենք, ասեց լիմոնն ինչ եք անում։ Հեսա ես ձեզ կբերեմ։ Որ բերեց կապարը։ Շատ լավ։ Մեզ անծանոթ չէր, բայց մտածում եք լիմոնային քարոզարշավ չենք անում, բայց իրականում եթե մեզ պետք է թթվային միջավայր, մենք կարող ենք մեզ հասանելի կտորներից բանջարեղենի վրա Սուկը նախորդ մենք աղաղի պեղարեցինք։ Մի քիչ ձետ։ Իսկ հետո ամենակարևորը ամենակարևոր պահը մեր երեգնաձորի սպիտակ գինին։ Սպիտակ անապակ գինի։ Գինին եւ ուրցը իրար հետ։ Շատ համով են եւ հոտավետ։ Բանախոսություն կա։ Փակում ենք այս ամենը։ Փորձենք հերմետիկ։ Հերմետիկ, բայց մի քիչ օդ մնա, չէ՞ ներսը, որ Չէ։ Չէ, ոչ թե դուրս գալ բան, այլ ինքը տարածք մնա ներսը։ Չէ, տարածքը կմնա, ինձ պետք է որ գինին եռալու ժամանակ իր ամբողջ այդ հոտը փոխանցի ձկանը եւ բանջարեղենին սնամեշ լինի մի քիչ, բայց այնուամենին տարածք մնա։ Քանի որ մենք գտնում ենք ռեստորանում, կդնենք ջեռոցը։ Իսկ եթե եւ լինեինք այսպես ասած տնային պայմաններում, մի հատ լավ թոնի լիներ, իրանք իջացնենք թոների մեջ կախովի։ Ապրես Արմեն ջան, մեր հրեստատիտողները մանրամասը պիտի գրառեն։ Ջեռոցում քանի աստիճան պիտի լինի Ջեռոցում 250 աստիճան, ամենաշատը 14-ից 15 րոպե, ինքը մնում է 13-ից 15 րոպե։ 13-ից 15 րոպե։ Հիշեք 200-250 աստիճան, Այո։ 13-ից 15 րոպե։ Այս ուտեստն արդեն պատրաստ կլինի։ Եվ մենք Ուղարկենք ջեռոց։ այո, իր ամբողջ շուկով ցույց կտանք։ Տեսնենք թե ինչ ստացվեց։ Փորձենք։ Նայած որ չեմ կասկածում, Արմեն ջան։ Այո։ Բույրը բարեկամներ տաղավարում ուղակի Զգացվում է, չէ՞։ տարածվեց, այո։ Ուրցի գինիու հոտը։ Այո, նկարահանող խումբը արդեն անհանգստացած է։ Այո։ Հիմա փորձենք ամեն ինչը տեղափոխել հապսեի մեջ։ Պաշտպանելով գունային գաման։ Ուտեստը իր խավարտով, իր գունային, այսպես հատկությունները, գունային գաման պահպանված, այսինքն ավելորդ ձևավորման այսպես Չէ, կարիք չկա։ Ահա, վերջ։ Ամեն ինչ է, ոնց ասում են։
Արմեն ջան, մեր հասարակական սննդի օբյեկտներում աշխատող ու սկսնակ չասենք, բայց խոհարարներին, այսինքն նորից հիշեցնենք կամ նույնիսկ տնտեսություններին, կարտոֆիլ պիտի ունենանք մենք կիսախաշ Կիսաեփ վիճակում, այո, որպեսզի ձուկը միջև եփելը, կարտոֆիլը գա վերջնական պատրաստվելուն։ Այո։ Բիբարները հում վիճակում ենք տեղադրում, քանի որ պետք չի որ նա ամբողջությամբ եփի։ Այո։ Համայն հատկությունները պաշտպանելու համար։ Հավելացրեցինք մեր կապարը, ուրցը եւ սպիտակ գինի։ Վերջ, շատ պարզ, շատ հասկանալի, ամենակարևորը այս այդ հյութը։ Ձկան, գինու եւ բանջարեղենի խառնուրդն է։ Սա բավականին համեղ։ Վերջ։ Արմեն Մի ջան, փոքր հազար, դնենք կողքը։ այո, միգուցե կանաչ գույնը Վերջնական։ Իրան տեսքի բերելու համար։ Խնդրեմ։ 1000-ից բարձիկ դրեցինք ձկան գլխի տակ։ Շատ լավ ստացվեց, շատ համեղ ուտեստ պիտի որ լինի, գույները մեզ գերում է եւ ուզում եմ որ դու ինչ առաջարկ, ինչ խորհուրդ ունես մեր հերոսատիտողներին, Արմեն ջան, օգտվես առիթից եւ հղես քո խորհուրդը կամ առաջարկը։ Մենք ունենք բավականին համեղ ձկնեղեն, բավականին համեղ բանջարեղեն, վազելով դրսինին ես այդքան խորհուրդ չէի տա։ Փորձենք մերն օգտագործել։ Այ մարդ ինչի եք վազում դրսինին, ձեր ցավատանը։ Ապրես Արմեն ջան, շատ շնորհակալություն։ Շնորհակալ եմ, որ այս լավ հիանալի ուտեստը պատրաստեցիր եւ շատ շնորհակալ եմ, որ իրոք հետամուտ ես, որ մեր մոռացված ուտեստները պիտի անպայման ներկայացվի։ Տներում կլինի, թե ռեստորաններում պիտի անպայման ներկայացնենք։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արմենին այս լավ ուտեստը պատրաստելու համար եւ ցանկանանք, որ նորից շարունակի այդ պրպտումները, շարունակի հին ուտեստները վերականգնել։ Եվ նշենք, որ ուտեստը հիմնական ուտեստ է, հարկավոր է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ եւ շատ չպահենք պահպանման ժամկետ միգուցե մի 10 րոպե եւ ճաշակել սպիտակ անապակ գինով պատի մեջ թաքցված։ Փորձենք։ Եվ օգտվելու առիթից բարեկամներ ուզում եմ շնորհակալությունս հայտնել նաև Երևան ռեստորանի տնօրինությանը մեր հաղորդմանը աջակցելու համար։ Եվ թող միշտ մեր սեղաններին լինի ազգային ավանդական ուտեստներ, Արմեն ջան։ Համամիտ եմ։ Բարեկամներ, լինենք առողջ ու երջանիկ։ Ամեն ինչ դեր առջևում է եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Թխված ձուկ 1 հատ, կարտոֆիլ 150 գրամ, տագդեղ 100 գրամ, կապար 30 գրամ, ուրց, սպիտակ գինի, աղ, բարեախորշակ։